Հրապարակը գրում է. Մայիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Վիվառո ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբոր Վահե Բադալյանի որդու Ռոմանի հարսանեկան արարողությունը մեծ աղմուկի տեղիք տվեց ու լայնորեն լուսաբանվեց։ Այդ ճոխ հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է 1000-ը, ներկա է եղել իշխանական վերնախավը, նաև մի խումբ ՀՀԿ-ականներ։ Քանի որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գառնիկ Բադալյանը Վիգեն Բադալյանի հորեղբայրն է, եւ այս ընտանիքը ինչպես ջերմ հարաբերություններ ունի գործող իշխանության հետ, նույնքան էլ նախկին իշխանությունների, հատկապես Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի հետ։ Հարսանիքի կադրերի հրապարակումից հետո մարդիկ սկսեցին քննադատել Բադալյաններին մարզահամերգային համալիրը հարսանյաց սրահի վերածելու համար։ Քննադատությունների արժանացան նաև այն բոլոր հայտնիները, ովքեր երգել են հարսանիքի ժամանակ, վարել են հարսանյաց արարողությունը։ Այդ օրը համալիրում երգել էին աշխարհահռչակ Նիկոլ Շարզինգերը, Ռազմիկ Ամյանը, Թաթան, Լիլիթ Հովհաննիսյանը, Հարութ Փամբուկչյանը, Արամեն եւ այլք։ Հարսանիքը վարել են Նազանի Հովհաննիսյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։ Մարդկանց հատկապես զայրացրել է այն, որ Նազանին ու Գարիկն են վարել, քանի որ երկուսն էլ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից։ Ավելին, համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նազանի Հովհաննիսյանը խմել է Նիկոլ Փաշինյանի կենացը։ Հրապարակը զրուցել է Նազանի Հովհաննիսյանի հետ։ Նման բան չի եղել, մասնավոր հարսանիք, որտեղ ամեն ինչ եղել է միայն սիրո մասին, սերն ամեն ինչ է։ Ես բացարձակ Փաշինյանի կենացը չեմ խմել, չէր կարող նման բան լինել։ Այսինքն մենք պետք է բացառենք սերը։ Եթե մարդիկ ընտանիք են ստեղծում, ընդ որում սիրո հողի վրա, երկար իրար հասնելով, շատ սիրուն երիտասարդ զույգ են, որոնց ես անձամբ եմ ճանաչում եւ շատ ջերմ, ինչ պետք է անեի ես, մերժեի սերը, դա է ճիշտ մոտեցումը։ Այսօր ամեն բան այնքան է իրար խառնվել, որ արդեն շատ մեծ հարց է, թե ով ինչական է, ով է ընդդիմադիր եւ ով է իշխանություն, եւ ցավոք սրտի, եթե մենք այս դիտանկյունից նայենք Հայաստանում տեղի ունեցող իրականությանը, ապա փողոցում պետք է իրար բարևել չտանք, ամեն ինչ գնում է դրան, ինչպես հասկանում եմ։ Նազանին նշել էր, որ ինքը չի համաձայնվի Նիկոլ Փաշինյանի երեխաներից մեկի հարսանիքը վարել։ Ինձ համար կա սկզբունքային տարբերություն, կարծում եմ դուք էլ գիտեք խոսքս ինչի մասին է, բայց ամեն մարդ իր կարծիքն ունի։ Ինչու են մեղադրում ինձ, ինչու են քննադատում, որ ես սկզբունքներով եմ ապրում, պահում եմ իմ դիստանցիան եւ անում եմ ամեն ինչ, որպեսզի ոչ մեկին չխանգարեմ, սակայն կարողանամ օգնել ամեն ինչով իմ կոլեգաներից մինչև իմ երկրին եւ այդքանից հետո ինձ են քննադատում։ Հա, դրանք այն քաղաքական գործիչներն են, որ մինչև հիմա արդեն 7 տարի անց չեն կարողանում Արցախի կորուստը փաստական ճիշտ ձևով բարձրաձայնել եւ դրա հետ կապված ստեղծել քաղաքական կոալիցիա։ Այդ մարդիկ են ինձ մեղադրում, ինչ ասեմ, թող քննադատեն, ամեն մարդ թող առաջնորդվի իր խղճով։ Մասնավոր մարդու ուրախությունն ինձ համար շատ կարեւոր է։ Ռոմանի եւ Մարինայի սիրո հաղթանակը շատ կարևոր հաղթանակ է։ Ես նրանց անձամբ եմ ճանաչում, մենք ապրում ենք մի փոքր երկրում եւ բոլորս ունենք մեր անցած ուղին։ Ես արդեն բավականին մեծ կին եմ ու հավատացեք, շատ ավելին գիտեմ, քան ինձ թույլ եմ տալիս բարձրաձայնել այդ մասին։ Ինչ ուզում են, թող ասեն իմ մասին, ինչքան ուզում են, թող քննադատեն։ Սրտանց երջանկություն եմ մաղթում Ռոմանին ու Մարինային, որովհետեւ նրանց սերը հաղթեց բազում դժվարություններին։